Լավ, հասանք երկրորդ գլխին Դանիելի մարգարեության, ով կկարդա մեր համար գլուխը։ Կարանք իմիջայլոց կարդանք մինչև 23-ը կարանք կարդանք այսօր։ 1-ից 23։ Հա, ընդհանուր, եթե գիրքը կարդացել եք, կարանք չկարդանք, հա, որ պատկերացումը գիտենք, բայց համաների վրայով չենք անցնելու մնացածը։ Դանիել երկրորդ գլուխ առաջինից մինչև 23։ Եվ Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարին Նաբուգոդոնոսոր երազներ տեսավ և խռովեցավ նրա հոգին, և նրա քունը գնաց նրա վրայից։ Եվ թագավորը հրամայեց կանչել մոգերին և հմայողներին և կախարդներին ու քալդեաներին, որ թագավորին պատմեն նրա երազները, և նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջին։ Եվ թագավորն ասաց նրանց. ես մի երազ տեսա, և իմ հոգին խռովեցավ, որ իմանամ այն երազը, և քալդեաները ասեցին թագավորին քալդեարեն. թագավոր, հավիտյան կաց, ասիր երազը քո ծառաներին, և մենք իմացնենք մեկնությունը։ Թագավորը պատասխանեց և ասեց քալդեաներին. խոսքը դուրս է եկել ինձանից, եթե ինձ չիմացնեք երազը և նրա մեկնությունը կտոր պիտի հոշոտվի, և ձեր տները աղբանոց պիտի դառնան, բայց եթե երազը և նրա մեկնությունը իմացնեք, ինձնից պարգևներ, տուրքեր և ծանր պատիվ կստանաք։ Ուրեմն երազն ու նրա մեկնությունը իմացրեք ինձ։ Նրանք կրկին անգամ պատասխանեցին և ասացին. թագավորը թող ասե երազը իր ծառաներին, և մենք իմացնենք նրա մեկնությունը։ Թագավորը պատասխանեց և ասեց. ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ժամանակ եք որոնում, որովհետև տեսնում եք, որ խոսքը դուրս է եկել ինձանից։ Իսկ եթե ինձ չիմացնեք երազը, ձեզ համար մեկ դատավճիռ կա, որովհետև դուք որոշել եք սուտ և ապականյալ բան խոսելու իմ առաջին, մինչև որ ժամանակը փոխվի։ Ուրեմն ասացեք ինձ երազը, և ես կիմանամ, թե դուք ինձ նրա մեկնությունն եք ասեք։ Քալդեաները պատասխանեցին թագավորի առաջին և ասացին. երկրի վրա մարդ չկա, որ կարողանա թագավորի բանը իմացնել, և դրա համար էլ ոչ մի թագավոր մեծ և իշխան սրա նման մի բան չէ պահանջված, ոչ մի մոգից, հմայողից և քալդեայից։ Եվ այն բանը, որ թագավորը պահանջում է, դժվար է, և մի ուրիշը չկա, որ թագավորի առաջին իմացնե այն բացի աստվածներից, որոնց բնակությունը մսեղենների մեջ չէ։ Սրա համար թագավորը տրտմեցավ և շատ բարկացավ և հրամայեց կոտորել Բաբիլոնի բոլոր իմաստուններին, և հրամանը դուրս եկավ, որ իմաստունները կոտորվում են, և որոնեցին Դանիելին և նրա ընկերներին, որ նրանց սպանեն։ Այն ժամանակ Դանիելն իմաստությամբ և խոնարհությամբ խոսեց թագավորի տաճապետ Արիովքի հետ, որ դուրս էր եկել Բաբիլոնի իմաստուններին կոտորելու։ Խոսեց և ասեց թագավորի իշխան Արիովքին. ինչու համար է այս խիստ հրամանը թագավորի կողմից։ Այն ժամանակ Արիովքն իմացրեց բանը Դանիելին։ Եվ Դանիելը մտավ և խնդրեց թագավորից, որ ժամանակ տրվի իրեն, և նա մեկնությունը կիմացնե թագավորին։ Այն ժամանակ Դանիելը գնաց տուն և բանը իմացրեց իր ընկերներին Անանիային, Միսայելին և Ազարիային, որ ողորմություն խնդրեն երկնքի աստվածանից և գաղտնիքի մասին, որ չկոտորվին Դանիելը և նրա ընկերները Բաբիլոնի մնացած իմաստունների հետ։ Այն ժամանակ գիշերվա տեսիլքում հայտնվեցավ Դանիելին այն գաղտնիքը, և Դանիելն օրհնեց երկնի Աստծուն։ Դանիելը խոսեց և ասեց. օրհնյալ լինի Աստծու անունը հավիտյանից մինչև հավիտյան, որ իմաստությունը և զորությունը նրանն է։ Եվ նա է ժամանակները և ժամերը փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ դնողը։ Նա է տալիս իմաստություն իմաստուններին և հանճար գիտնականներին։ Նա է խոր և ծածուկ բաները հայտնողը, որ գիտե մութի մեջ եղածը, և լույսը նրա հետ է բնակվում։ Քեզ, ով իմ հայրերի Աստված, օրհնում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվիր ինձ, և հիմա ինձ իմացրիր, ինչ որ խնդրել եմ քեզանից, որ թագավորի բանը մեզ իմացրիր։ Լավ, քանի որ գլուխը շատ ծավալուն է, դրա համար կիսել եմ ստիպված երկու մասի, բայց չի ցանկանա, որտեղ ինքը ընդհանուր մի պատմություն է, բայց ունենք էլ ինչ ունենք, որպեսզի ժամանակի մեջ էլ կարողանանք տեղավորվել ու նյութն էլ մարսելի լինի։ Այս գլուխը ուզում եմ պարզ հասկանանք, որ ժամանակագրորեն անպայման չի, որ հետևի առաջի գլխին։ Այսինքն
այնպես որ առաջինը վերջացավ, անմիջապես երկրորդն է սկսում։ Բայց այնպես էլ չի, որ դա մեզ թույլ է տալի ենթադրել, որ առաջինը վերջանում է եւ երկար ժամանակ է անցնում։ Խնդիրն է, որ մենք հաստատ չգիտենք։ Այստեղ մի հետաքրքիր արտահայտություն ունենք Նաբուկոդոնոսորի թագավորության երկրորդ տարում։ Եթե ուշադիր լինենք 2:1-ում, այստեղ որտեղ ասվում է Նաբուկոդոնոսորը երազներ տեսավ իր թագավորության երկրորդ տարում ու հիշենք, որ առաջին գլխում մենք ինչ ենք կարդացել, հնարավոր է sense հակասություն չէ լինի։ Ով կարասի ինչի մեջ կարող լինի հակասություն։ Ասում է Նաբուկոդոնոսորի թագավորության երկրորդ տարում այսքանը մեզ հերիք է, որ հիշենք առաջի գլուխը։ Առաջի գլխում ինչքան ժամանակով էին պատանիները պատրաստման կանչվել 3 տարով, ճիշտ է։ Եթե թագավորի առաջ կանգնելու համար 3 տարով էին իրանք, ուստեղ արդեն երկրորդ տարում ինքես երազը տեսնում է ու ակնկալում է, որ պետքա իրանք պատասխան տան, մարդիկ կան կարդում են ու ասում են, որ սա ոնց կարող է լինել։ Բայց խնդիրը այն է, որ այստեղ շատ, այսինքն խնդիր չկա, էլի, ուղղակի պետքա մենք մեզ տանենք իրանք ժամանակաշրջան ու մտածենք նենց, ոնց որ իրանք էին մտածում, որովհետև այս համաթագավորության տեսությունը մենք իրար հետ զրուցել ենք մինչև առաջի գլխին անցնելը մեր ներածության ժամանակ, որ տենց խնդիր Բաղդասարի հետ էլ կար, որ ինքը իր հոր հետ, հա, Նաբուպալասարի կյանքի ընթացքում էլ ուներ թագավորական իշխանություն ու իր հետ համատեղ իշխում էր։ Երբ որ բաբելոնացիներն էին ասում, օրինակ կասեին սա 4-րդ տարին էր իրա, բայց երբ որ հրեաներն էին ասում, ասում էին 2-րդ տարին է, որովհետև հրեաների համար կարևոր էր իր ինքնուրույն գահակալության շրջանը։ Դրա համար սա բացատրելի բան է, որ այսինքն բաբելոնական հաշվարկով 4-րդ տարին էր, եբրայական հաշվարկով 2-րդ տարին էր, քանի որ եբրայական հաշվարկը Նաբուկոդոնոսորի միայնակ առանձին, հա, գահակալությունը առանձնացնում էր։ Դրա համար խնդիր չի, որ այնտեղ ասվում է, որ 3 տարով իրանք տրվեցին արդեն ուսուցման ու այստեղ արդեն Դանիելը կարողանում է որպես մոգ, այսպես ասած, մտնի ու իր հետ խոսի։ Նորմալ է, որ այսքան ժամանակ կարող անցած լիներ, հա։ Ու մի հատ ուրիշ հետաքրքիր բան էլ կա, որ տեսեք Նաբուկոդոնոսոր թագավորի թագավորության երկրորդ տարում երազներ տեսավ եւ նրա հոգին խռովեց եւ քունը փախավ իրանից։ Առաջին գլխի մեջի Նաբուկոդոնոսորին ընդհանրապես նման չի, չէ։ Մենք տեսնում ենք իր արածները, իր այդ արշավանքները, որի միջոցով ինքը գնում է տարբեր ազգերին, հա, ծնկի է բերում ու անգամ երբ որ մտնում է Երուսաղեմ, Աստծո տաճարի ծանոթներ է վերցնում։ Այդ զորավոր մեկը, ով իրեն տենց այդ աստիճանի ներկայացնում էր ու իրոք ինքը այդպիսին էր, որ կար։ Երկրորդ գլուխը անմիջապես այդ պատկերից հետո մի ուրիշ պատկեր է մեզ տալիս Նաբուկոդոնոսորի համար։ Այս արդեն կենսախինդ, հա, ասես թագավոր չի, որ իր ձեռքբերումների ուրախությամբ իր պալատում նստած է, իր արքունիքում, չէ, խնջույք անում, ինքը անհանգիստ է, ինքը հիասթափված վիճակում է, տառապում է, չի կարողանում քնի, ինչ որ երազներ է տեսնում, որոնք իրան անհանգստացնում են ու չի վերաբերվում իրենց ոնց որ ուղակի երազ, չէ, մեր մոտ շատ է, չէ, որ օրինակ վատ երազ ենք տեսնում, բայց չենք ֆիքսում վատներ թե լավներ, ասում ենք դե երազ է կանցնի։ Բայց ինչ աստիճաներ ու ինչի համար է տենց, որ ինքը նշանակություն է տալիս։ Այսինքն հերիք չի, որ տենց երազ է տեսել։ Ով ասեց, որ պետքա տենց նշանակություն տա, կարող է ուղղակի վատ երազ է դա։ Ուզում եմ ասեմ, այս գլխում արդեն մենք մինչև գլուխը բաժանելը ուզում եմ ես երկու նշում անել, կարևոր, հա, որպես sense նախաբան, նախ ժամանակահատվածը, երկրորդն էլ Նաբուկոդոնոսորի կերպարը, որ արդեն հեղինակը մեզ այն ուղղությամբ է տանում, որ այս արդեն այն թագավորը չի, որ դուք տեսել եք առաջին գլխում։ Ու ընդհանուրս գլուխը նրա մասին է, որ Նաբուկոդոնոսորը երազ է տեսնում, հա, այսինքն 4 թագավորությունների ու Աստծո թագավորության մասին, հա, պատմվածքն է սա։ Ճիշտ է, մենք չկարդացինք բուն երազը, բայց հաջորդ անգամ շատ մանրակրկիտ ենք ուսումնասիրելու, դրա համար փորձեցինք այսպես բաժանել գլուխները։ Եթե ուշադիր նայենք, երկու մաս կտեսնենք, առաջինը այդ երազի իրողությունն է, հա, այդ անհանգստացնող երազը, որի ներքո ինքը 14 համար շարադրում է։ Երկրորդը Դանիելի արձագանքը արդեն 15-րդ համարից։ Դրա մեջ էլ արդեն մտնում են առանձին sense փոքր ենթաթեմաներ։ Սկզբից տեսնում ենք քաղդեացիներին, հա, թագավորի երազներից հետո
հաղորդացիներին տեսնում ենք թագավորի առաջ, հետո տեսնում ենք իրենց քննարկումից հետո թագավորի հրամանը, հետո տեսնում ենք Դանիելի միջնորդությունը ու այն, որ Դանիելին պատասխան գալուց հետո Դանիելը օրհնում է երկնքի Աստծուն։ Երբ որ sense մասերի ենք բաժանում, արդեն գլխի sense մի ընդհանրական պատկերացում ենք ունենում, գոնե մինչև 23-րդ համարը։ Այսպիսով sense ուսումնասիրության մեջ մենք հասկանալու ենք, եթե ավելի մի քիչ ակադեմիականից այս կողմ գանք, շատ པարզ 3 մասով կարանք կիսենք, առաջինը դա մարդկային հիմարությունն է, երկրորդը աստվածային իմաստությունը, որ տրվում է Դանիելին, երրորդը Աստծո փառքը։ Այս որ մենք կարդացինք մինչև 23-րդ համարը կարելի է նաև տենց բաժանել, որ այսքան մանր չբաժանենք, ավելի sense ակադեմիական չլինի ոճը։ Սկզբից այն մարդիկ են, ովքեր որ ու պետք է հասկանալ, որ իրենք իրոք լուրջ մարդիկ էին, որտեղ Բաբելոնի թագավորության մեջ տենց դիրք էին զբաղեցնում։ Իրանք չկարողացան իրենց իմաստությունով լուծել թագավորի խնդիրը։ Հետո Դանիելը կարողացավ աստվածային իմաստությունով եւ հետո Աստծո փառքն է արդեն երևում։ Այս շատ པարզ սխեման, որ Աստվածաշնչի շատ գլուխներում կարելի է տեսնել, մեզ այստեղ էլ է առաջնորդելու։ Ու եթե մենք անցնենք բուն առաջին համարից, հա, ուսումնասիրությանը, կտեսնենք այնց հետաքրքիր բան, որ ասում է նա երազներ տեսավ, հա, հոգնակիով ասում, նա երազներ տեսավ, բայց մի երազա չէ պատմվում գլխի ընթացքում, խնդիրը գնում է, որ այս մի երազը եթե դուք ինձ կարողանաք պատմել, սենց կլինի, այսինքն ինչի համար է տենց, որ այստեղ հեղինակը մենակ առաջին համարում երազների մասին խոսում է, որ ինքը այդպես տեսավ, երկրորդում էլի նշում է, որ իրեն պատմեն երազները, բայց այս առաջին համարներից հետո տեսնում ենք, որ կենտրոնացումը մենակ մի երազի վրա է գնում։ Հնարավոր է, որ ուղղակի այս երազը թագավորը մաս-մաս էր տեսել, հա, քանի որ երազը իրոք բազմաշերտ էր եւ շատ պատկերներ կար իր մեջ։ Հետո մենք հետագայում որ երազը տեսնենք, արձանը, որ ինքը տեսնում է, մասերով էր։ Հնարավոր է, որ ինքը ուղղակի այս ամեն ինչը մասերով է տեսել, դրա համար է երազներ ասում, հա, այսինքն ինքը սենց երազը տեսնում է, վախից զարթնում է, որովհետև չգիտի ինչ է նշանակում, մի քիչ ասում է քնում է, հետո մյուս մասն է տեսնում, չգիտենք, հնարավոր է։ Դրա համար ասում է երազները, բայց մենք գիտենք, որ Աստված կոնկրետ բան էր ուզում իրեն հասկացնել ու այս երազներ ասվածը մի հավաքական ձևով նկարագրվում է որպես մի երազ, դա համար այս պահից սկսած արդեն եզակիով որ ասեմ երազ, հա, իմացեք, որ այս ամեն ինչը արդեն այստեղ մենք պարզաբանել ենք։ Ու այս երազը թագավորի մոտ անսովոր sense ահու սարսափ առաջացրեց ու հետաքրքիր է, որ ինքը հասկացավ, որ այդ երազը աստվածային աղբյուր ունի։ Եթե ինքը տենց չմտածեր, ինքը չէր կանչի քաղդեացիներին, այսինքն մարդիկ, ովքեր որ գերբնականի հետ ինչ որ կապ ունեն։ Իր հոգին խռովվեց, քունը փախավ, հա, բայց մենք տեսնում ենք, որ Աստծո սա նպատակավոր գործն էր, որ թագավորին հանգիստ չտա։ Ինչի, որտեվ իր կամքի բացահայտման ճանապարհին պետք է պահի թագավորին։ Ինքը այստեղ շատ լուրջ մանրամասնություններ է ներկայացնելու փրկաբանության պատմության, հա, թե ոնց է լինելու Աստծո ժողովրդի, հա, ապրելակերպը, ապրելը այս աշխարհում ու ինչքան է դա տևելու ու ոչ թե հենց ամսաթվերով, այլ դարաշրջանով ու ինչ է լինելու վերջում, հա։ Ու մենք տեսնում ենք, որ այս թագավորյան հանգստությունն էլ էլի Աստծո գործն էր։ Բայց իրականում ոչ բոլոր երազներն են, չէ, աստվածային։ Շատերը ծագում են օրինակ օրվա մտքերից, չէ, հոգսերից, ծագում են քո ֆիզիոլոգիական, հա, մարմնի ինչ որ կարգավիճակից, չգիտեմ, շատ էս գործանում հոգնածությունից, բայց իրական աստվածային երազի տեսակել կա ու այս աստվածային ներգործությունը որոշ երազների մեջ տարբեր հեթանոս, հա, մտածողներ էին ընդունել, օրինակ Հոմերոսը, Արիստոտելը իրենց գրությունների մեջ ընդունում են, որ կա, հա, գերբնականի հետ կապ, մեր Աստծո հետ չեն կապում, հա, բայց հասկանում են, որ դա ուղղակի ինչ-որ հոգսի շատություն չի, բայց այնուամենայնիվ կարևոր է հասկանալ, որ երազների ճիշտ մեկնությունը ինքը ուղղակի գիտություն չի, որ կարող ես ֆորմուլայով միտեղ գրել, հա, ու այդ ամեն ինչը կարելի է բոլոր դեպքերում նույն ձև մեկնաբանել, ինքը Աստծո հատուկ հայտնություն է, բայց այս մարդիկ տենց էին արել, իրանց մոտ դա գիտություն էր, ու եթե լսել եք երազահան գիրք կա, չէ,
այդ ժամանակներից է եկել, այո, երազահանը ինքը այս ամեն ինչի որպես գիտություն է նայում ու խնդիրը իմ խնդիրը երազանյանի հետ էնա, որ ինքը այս բոլոր կատեգորիաները ասենց ուղղակի հավասարեցնում է։ Նշանագիտության Ինքը մենակ երազը հասկանում է, որ կարող լինի կապ գերբնականի հետ, բայց այդ մտքի զբաղվածությունը, հոգնածությունը, քո, չգիտեմ, տարբեր մի բանի մասին շատ ես մտածել, ենթագիտակցականումդ մնացել է, դրանք բոլորը ինքը ուղղակի հավասարացնում է 0-ին։ Ինչ եղել է, ինքը դա պատկերներով բաներ կա, էլի, նշանակություններ կա, հա։ Ու այս մարդիկ էլ էին սենց վերաբերվում, իրանց համար դա գիտություն էր։ Ու իր իշխանության առաջին տարիներին մենք տեսնում ենք Նաբուկոդոնոսորը ամեն տարի սենց ռազմական արշավներ է անում ու կազմակերպում է դա ենթակա ժողովուրդներից հարկեր հավաքելու համար, մի խոսքով ինքը հզոր թագավոր է արտաքինից, բայց այստեղ նենց պատկեր է նկարագրվում, որ ներսից իր հոգին անհանգիստ է ու պատճառը հենց այս երազն է։ Ու իրականում երազը տեսնում ենք Աստվածաշնչի մեջ շատ հատվածներում, որ Աստված հայտնություն է տալիս երազի միջոցով, բայց այդ շատ հատվածները այս շատ մեծ գրքի մեջ է գրված։ Մենք պետք է հիշենք Աստվածաշունչը քանի դար ծածկում է իր ինֆորմացիայով։ Այսինքն երբ որ մենք այսօր տեսնում ենք մարդիկ, որ իրենց ամեն երազին այդպիսի նշանակություն է տալիս, անգամ հավատացյալ շրջանակներում, դա լուրջ չի ամենայն պատասխանատվությամբ, որովհետև այն մարդիկ, ովքեր Աստվածաշնչից ինչ որ տեղ են իրենց մատը դնում, պետք է հասկանան, որ այս ամեն ինչի մեջ մի քանի հատ կան այդպիսի երազներ, եթե չեմ սխալվում 7 թե չեմ ուզում թիվ ասեմ, բայց շատ քիչ է թիվը, որ Աստված կոնկրետ երազի միջոցով մի լուրջ բան է հայտնում, որ փրկաբանական պատմական ինչ որ, հա, ոչ թե վաղը ինչա լինելու անձամբ իմ հետ։ Լուրջ, որ պետք է լինում Աստծո պլանի մեջ ինչ որ բան բացահայտել մարդկությանը։ Այդպիսի բաները շատ չեն, բայց չի բացառվում։ Մենք պետք է հիշենք, որ Աստվածաշունչը դեռ գրվում էր։ Այսինքն հիմա մենք ունենք Աստծո խոսքը, որը մեզ լրիվ հերիք է, ու մենք կարիք չունենք անցնելու այնպես բաների, որ չգիտեմ, մտածենք երազին, այս երազը ոնց մեկնենք, այն երազը ոնց մեկնենք, մեր անձնականի մասնախոսքը, հա։ Ու տեսնում ենք, որ այս պահին, քանի որ ինքը ուներ այդ մարդիկ իր ենթակայության տակ կանչում է։ Թագավորը հրամայեց կանչել մոգերին ու աստղագետներին, կախարդներին, քաղդեացիներին, որ թագավորին պատմեն նրա երազները։ Ուստի նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ։ Այսինքն թագավորը այստեղ կանչում է իրենց, իրանք մեծ, հա, վստահությամբ խոստանում են երազը մեկնաբանել։ Բայց այստեղ բացահայտվում է իրանց խաբեությունը, հպարտությունը, իրենք ուղղակի շահագործում են ժողովրդի հավատարմությունը։ Ու երբ թագավորը, սա որտեղից է ելնում, որովհետև թագավորը պահանջում է ոչ միայն մեկնել, հետաքրքիր մի հատ բան կա այստեղ, որ ասում է պատմեք երազը, նոր մեկնեք։ Այստեղ արդեն իրենց անկարողությունը բացահայտվում է։ Երազը պատմեք, նոր կմեկնեք։ Թագավորի պալատում այս խորհրդին հավաքվել էին կախարդներ, հմայողներ, գուշակներ ու քաղդեացիներ, որոնք մոգեր են իրականում։ Ու այս կախարդներ, հմայողներ, գուշակներ հայտնի էին նաև Իսրայելում, այնտեղ էլ կային ու Դանիելին ու իր ընկերներին ծանոթ պետք է լինեին։ Որոշ ժամանակաշրջաններում եղել են Իսրայելում այսպիսի բաներ անողներ, բայց բնականաբար երկրորդ օրինաց 18-ով ու ոչ միայն ելիցում էլ կա հատված, որ դատապարտվում է այս գիտությունը, շակերտներով ասած գիտությունը։ Քաղդեացիներն էլ այստեղ ոչ թե որպես ազգ են, հա, այլ որպես մոգական գիտությունների լուրջ մասնագետներ են ներկայացվում։ Եվ այս 4 խումբ մարդը հավաքում է խորհրդի թագավորի մոտ, որպեսզի հասկանան, թե ինչ պետք է լինի այս ամեն ինչի վերջը, որովհետև թագավորը շատ լուրջ է տրամադրված իր երազը հասկանալու մեջ։ Այն աստիճան լուրջ, որ չի ուզում պատմի երազը։ Իր պահանջը հետևյալն է՝ պատմեք ինձ, հետո նոր ասեք նաև մեկնությունը, որովհետև եթե դուք ասում եք, որ դուք գերբնականի հետ այդպիսի կապ ունեք, ուրեմն պետք է որ դա էլ իմանաք։ Ու այս 4 խումբը միասին ներկայացնում են այդ ամբողջ գուշակողների եղբայրությունը, որոնք որ հավաքվում էին արտակարգ իրավիճակի համար։ Ու նրանց պատասխանը հետևյալն էր. չէ, դու պատմի մեզ քո երազը, քո ծառաներին պատմի, ու մենք մեկնությունը կհայտնենք։ Հենց այստեղ արդեն տեքստը, ինչպես մենք խոսել ենք նախաբանի ժամանակ, անցնում է արդեն արամերենի։ Հենց այստեղ էլ տեքստի մեջ ասում է, իրենք արամերենով պատասխանեցին, մատնայինք այս հատվածի 4-ի մեջ, որ ասում է եւ քաղդեացիները արամերենով խոսեցին թագավորի հետ, հենց այս պահին արդեն
մինչև 7-րդ գլուխ շարունակվում է տեքստը արամերենով գրվել։ Մենք նայեցինք իր այդ մի քանի թեորիաներ, թե ինչի համար կարող է դա տենց լինի, օրինակ մեկը նա է, որ քանի որ ինքը այդ ժամանակ համարվում էր այս գերտերության մեջ միջազգային լեզու, ենթադրվում էր, որ բոլորը կհասկանան այս լեզուն։ Ու հենց այն հատվածը, որ Աստված այսպիսի կարևոր գործեր անում 2-ից 7-ի մեջ, ունի աստվածաբանական նշանակություն, թե ինչի համար է հեղինակը կոնկրետ այս սեկցիան գրել արամերենով, որպեսզի ընդհանուր բոլորը կարողանան կարդալ։ Հետաքրքիր մի տեսակետ է դա, ու սա 5 տականի ամենաերկար արամերեն հատվածն է։ Մեկը ունենք Եզրասում 4-ից 6-րդ գլուխների մեջ, Երեմիայում կա 10-րդ գլխում մի համար ընդամենը, որ մենակ այդ համարն է գրած արամերենով, բայց այս շատ երկարը սկսվում է հենց այստեղից, որ իրենք արդեն պատասխանում են։ Ոնց որ Դանիելը գրում է հենց իրանց, ինչպես որ պատասխանել են թագավորին, հենց իրենց լեզվով էլ սկսում է գրել ու տենց էլ շարունակում է, չի փոխում են լեզուն։ Ու այս մարդիկ, այս մասնագետները աշխատում են այն համոզման, որ երազներ ու դրանց հետևանքները ենթարկվում են ինչ-որ փորձառական օրենքների, այսինքն դու կարաս 3-4 հատը նայես ու արդեն ինչ-որ կոնկրետ հա վարկած գրես, որ եթե սենց է, ուրեմն այսպես է լինում, հա, դրա համար գոյություն ունեն իրանց մոտ էլ երազահան այդ ձեռնարկները, որ բայց իրենք ցափազանց ծավալուն էին ու հնարավոր չէր թագավորի կարգավիճակին նայել ու գնալ իրենց մեջ ինչ-որ մեկնություն գտնել։ Իրանց էլ է հասկանալի։ Դրա համար իրենք ասում են, տենց հնարավոր չի, դու ռեալ բան չես պահանջում։ Դու ասա մեզ դու ինչ ես տեսել, որ մենք կարողանանք արդեն ըստ այդ պատկերների գտնել, փորձել հասկանալ մեզ մինչև մեզ հասած այս տեղեկությունով, ինչ է այդ ամեն ինչը նշանակում։ Ու առանց այդ նախնական գիտելիքի երազի մասին, այդ բոլոր երազահանները ու այդ գիտությունը անօգուտ էր, որովհետև իրանք էլ եմ ասում, իրենք այնպես չի, որ Աստծո հետ կապ ունեն, իրենք ուղղակի փորձառականի վրա էին, մի քանի անգամ նույն բանը լինում էր, գրում էին դա որպես կանոն։ Ու թագավորի պահանջը թե երազը պատմել, թե մեկնաբանել, մարդկային կարողությունից վեր էր ու իրանք էլ էին դա ընդունում։ Ու երբ որ իրենք արդեն ասում են, որ հնարավոր չի դա, դու այնպիսի բան ես ուզում, որ տեսեք ինչ են ասում, թագավորը բացառիկ մի բան է պահանջում եւ ոչ մեկը չկա, որ այն հայտնի թագավորին, բացի աստվածներից, որոնց բնակությունը մարմնավորների մեջ չէ։ Այս պատասխանից հետո արդեն թագավորի վարքը դառնում է արդեն բռնակալական ու ինչ որ չափով այո անարդար ու սպառնում է մահապատժով մի բանի համար, որ մարդկային կարողությունից վեր է։ Ու ոչ միայն իրանց, ովքեր այդտեղ հավաքվել էին, առհասարակ Բաբելոնում գտնվող բոլորի վերաբերվում այս հրամանը։ Բայց էս էլի ինչպես ամբողջ գրքում մենք տեսանք ու տեսնելու ենք, որ էս էլ Աստծո նախախնամությամբ է, որ քաղդայացի մոգերը իրենց կեղծ գիտությամբ բացահայտվում են։ Ու Դանիելն էլ բարձանում է այդ, այսինքն մինչև իրանք չընկնեն թագավորի աչքին, Դանիելը որպես այդպիսին, որպես ճշմարիտ Աստծո հետևորդ պաշտող չի բարձանա թագավորի աչքին, ոչ էլ այդ ծառայությունը կստանա։ Դրա համար այս ամեն ինչն էլ էլի աստվածային նախախնամությամբ արվում։ Ու քաղդացիների այս խոստովանելուց հետո, որ դու ռեալ բան չես ուզում մարդուց, միևնույն է, թագավորը իրենց չի լսում, ու հրամանում է բոլոր իմաստուններին սպանել։ Բայց նաև մի հատ sense հետաքրքիր հարց կա, խեր թագավորը ցանկանում սկզբից երազել լսել, հետո նոր մեկնությունը։ Այսինքն իրանք իրաց նենց են ներկայացրել մինչև այդ, որ իրանք պետք է ոնց որ ասեին, էլի, երազել նոր, հա։ Այսինքն դուք ունեք երևի այդ կարողությունը։ Հա, դուք ձեզ նենց եք բայել մինչև այս, որտեղ երազը պետք է իմ ասելը ոնց։ Որպես ապացույց էլի, որ իրական։ Բայց մինչև այդ իրանք ծառայել էին իրան։ Չի հենց ստեղ ուրեմն այս երազները որոշակի առումով տարբերվել են, չեն կրկնվել, ինչ որ կենցաղային կամ շատ իրական է եղել։ առանձնացել է, էլի, թագավորն էլ է հասկացել, որ դա Աստված ինչ որ բան է ուզում ասի իրան դրանով։ կարա լինի, որ իր համբերության բաժակը ուղղակի լցվել է, երկու անգամ իրանք հասկացել է, որ խափում են, այս անգամ որոշել է, չէ, վերջ։ Տեսակետ կա, բայց որ ինքը մոռացել էր երազը։ Այս էլ հետաքրքիր մի հատ sense բան է, որ ինքը կարող է նենց է, որ մասը, չէ, որ ասում է երազներ, կարող ինքը մաս-մաս է տեսել դա, ու ինչ որ հատված մոռացել է։ Ասում է դե պատմեք, մի հատ ես վեր հիշեմ,
Համել որ դուք պատմեք, ես կհիշեմ, կհասկանամ, որ դուք ճիշտ եք։ Այս երկուսը իրար հետ է գնում ու բայց նաև կարող է լինի, որ թագավորը այնքան աստվածային վախ իջած լինի իր վրա, որ չէ, այս որքանով են լուրջ վերաբերվում իր ասացին, այդ երազը իրանք հիշում են, թե չէ։ Որտեղ սուտակի թագավորն է, չէ՞ ասել։ Հա։ Այսինքն լուրջ են վերաբերվել այդ երազին, թե չէ, որտեղ իրանք էլ մոռացած են, ուրեմն թագավորն է, բան ասել էր, այդ բանը ասեցինք, արեցինք ու անցավ։ Այսինքն այդ աստվածային ինչ-որ վախերի չէ իր վրա, որ որովհետև հա, չէ, կամ էսի ասում եք, կամ վեր, դուք չեք ապրում, բայց այս մարդիկ հələ քեզ պետք է չէ լինելու, այսքան ծառայել են քեզ, հետո էլ են պետք լինելու, դու քեզ սենց հրաման արձակում։ Կարող է դու հասկացել ես, որ էլ իրանք քեզ պետք չէ լինելու, որտեվ այդ քարը որ գլորվում է, չէ, դու կարող է հասկացել ես, որ դա քո վերջն է, կամ հիմա ասում եք, իմանում եք ինչ ենք անում, կամ վերջ։ Էս էլ հետաքրքիր տարբերակ է, բայց շատ մարդիկ մտածում են, որ ինքը մոռացել էր այդ խռովքի տակ, հա, մոռացել էր դրվագներ, կարա լինի, բայց չգիտեմ, երկուսն էլ հետաքրքիր, հա, բացատրություն է, բայց ամեն դեպքում այդ անվստահությունը հայտնելը մի քիչ ավելի հետաքրքիր է, որ ինքը, չգիտեմ, այն աստիճանի, որ վախեցել է իր թագավորության մասին, ասում եմ, եթե դուք ճիշտ իրոք կապ ունեք այս ամեն ինչի հետ, ուրեմն ապացուցեք դա հենց հիմա, թե չէ, եթե այս կրիտիկական դեպքի ժամանակ դուք ինձ պետք չեք գալու, ուրեմն այդ շանս չի լինի ձեզ ինձ ծառայելու։ Ու քանի դեռ էս երազը, ինչի համար այդ մարդիկ կան, որ ասում են մոռացել էր, որովհետև հոգեբանորեն, չէ, գիտակցությունը դիմադրում անհայտին, ենթագիտակցականին, եթե ինքը գիշերը քնաթաթախ վիճակում մի բան է տեսել, վախեցել է, գիտակցությունը ոնց որ այդին գիտություն է, ոչ թե ինչ-որ, հա։ Երաս իշել այդքան էլ հեշտ չի։ Հա, ինքը հոգեբանական, հա, ինչ-որ տենց երևույթ է, որ մարդկանց մոտ դա լինում է։ Գիտակցությունը աշխատում է այդի հետին պլան թողի, որտեվ ինքը դրանից վտանգ է զգում։ Հա, բայց այդ դեպքում դու կմոռացնես դա, ու դրանից էլ չես վախենա։ Չէ, դետալը կարող է չհիշես, բայց դու գիտես, որ լավ բան չես տեսել։ Դետալը ուղղակի մոռանում ես։ Սենց բան հետաքրքիր կարա լինի։ Ինչևից է, ամեն դեպքում, քանի դեռ երազը չէր հիշվել, չէր մեկնաբանվել, չէր պատմվել, ընկալվում էր որպես վտանգավոր նշան։ Թագավորը այդքան վճռական էր, որ ասում էր, եթե մասնագետները չկարողանան այս հարցը լուծել, իրենք կխեղվեն կամ կտոր կարմեն նայածում թարգմանությունից, այսինքն որ քառատում էին, չէ՞, մարդուն մասնատում էին։ Այսինքն դաժան մահեր, այնպես չի, որ ուղղակի ինչ-որ գնդակահարություն կամ բան էր սպասվում։ Իրենց տներն էլ հետը կկործանվեին։ Այստեղ այդպիսի մի դաժան դատավճիռ է։ Ու պատմական տվյալները մեզ ասում են, որ իրականում սենց դատավճիռներ եղել է, որ արձակվել է ու հետո չի կասեցվել, հենց այդպես էլ իրականացվել է։ Ու միաժամանակ խոստանում պարգևներ, նվերներ, պատիվ, որպեսզի խրախուսի այս նախաձեռնությունը այն մարդուն, ով որ կմեկնի։ Ու դատավճիռը հասնում է Դանիելին ու իր ընկերներին։ Բայց հետաքրքիր նաև էլի բան կա, իրենք ընդհանրապես չէին կանչվել ստեղ, այս մոգերի մեջ իրենք չկային, բայց եթե չկային ոնց է լինում, որ իրանք էլ պետք է կոտորվեն իրանց հետ, այս էլ այդ է, այսինքն իրանք արդեն այդ կարգավիճակը ունեին, եթե պետք է կոտորվեին բոլորի հետ, ուրեմն իրանք ունեին այդ իմաստունի կարգավիճակ, արդեն այդ իրանց 3 տարվա ուսումը վերջացրել էին, բայց եթե տենցա ինչի համար այդ դեպքում չէին կանչվել, կարող է ինչ-որ չգիտեմ, գլուխների խորհուրդեր, որ ինչ-որ համայնքները ներկայացնող գլուխներ կային, մենակ մի քանի հոգով էին։ Ու պատմությունը չի բացատրում որոշ մանրամասներ։ Օրինակ, հենց էսի ինչու Դանիելը իր ընկերները սկզբում անտեղյակ էին այս հրամանագրից։ Այսինքն ինքը արիովքից է իմանում սա։ Ու չի մանրամասնվում նաև ինչպես Դանիելը կարողացավ հանդիպում ունենա թագավորի հետ, երբ մահվան վտանգի տակ է։ Սովորաբար sense բաներ չէր լինում։ Եթե դու մահվան ես դատապարտված, չես կարող գնաս ուղղակի մտնես թագավորի մոտ, ով էլ միջնորդի ու հետո զրույց ունենաս։ Երևի տերվածները իրանց ոնց որ գլուխներն են ամենաիմաստունները իրանց պատկերացումը։ Հա, ու այս բացերը խնդիր չեն, այս բացերը պատմողի գեղարվեստական ոճի արդյունքն են, ոչ թե անփույթություն։ Մենք էլի ներածությանը պետք է անդրադառնամ, ներածության ժամանակ զրուցել ենք 12 կարճ գլուխների մեջ հնարավոր չի պատմությունը դետալային տալ, ինքը ընտրում է ամենայն բանալի մտքերը, որ տա։ Ու սա հատուկ արած։
ու այս այն անարդար իշխանությունն է, որի տակ Դանիելը ու իր ընկերները ապրում են իրար հետ։ Սա մեր համար էլ է լավ, հա, այսպիսի մի բան, որ sense հետ ենք նայում, տեսնում ենք, որ այո, Աստծո մեծամեծ մարդիկ էլ էլի ապրել են այնպիսի ու ավելի վատ ժամանակաշրջանում, ոնց որ մերն է կամ չգիտեմ, որ մենք հետո կլինենք եւ հույս ունենանք այս ամեն ինչից։ Սակայն տեսեք ինչ է ստացվում 15-րդ համարից, Աստված պահպանում է Դանիելին ու իմաստությամբ Դանիելը հարցնում է հրամանատար Արիովքից հրամանի իմաստը։ Ու Աստված կանխում է իր սպանությունը։ Արիովքի պատասխանից էլ չէ, պարզ է լինում, որ բացի այդ, որ իրենց մասին մինչև այս չէր խոսվել, իր պատասխանից էլ երևում է, որ Դանիելը իրոք տեղյակ չէր կատարվածին ու սա էլ մեծացնում է, չէ՞, մարդու մոտ այդ սարսափի չափը։ Հանկարծակի գալիս են քեզ մահապատժի տանեն, որպես մեղավոր, բայց դու մեղավոր չես։ Ու Արիովքը համարձակվում է Դանիելին ներկայացնել թագավորին, երբ որ Դանիելը խնդրում է դա։ Ու երբ որ մտնում է թագավորի մոտ, այս հարցը ինչու թագավորի կողմից այսպեսի խիստ հրաման եկավ, այսի հեշտ չէր ասել թագավորին։ Ինքը անուղղակի մեղադրանք է թագավորի անհամբերության դեմ։ Ինչու այսպիսի խիստ հրաման եղավ, այսինքն ասես շտապողական, այսիշ կտրուկ հրամաններ, որ բոլորը պետքա մեռնեն։ Ուրեմն դու գործը լավ չես քննել, ուրեմն դու շուտ ես կայացրել այդ որոշումը։ Անմիջապես դաժան դատավճռի ես դիմել։ Հա, այս էլ պետքա ունենալ այդ համարձակությունը, այդ իմաստությունը, որ համ հարգանքով խոսես քո վերադասի հետ, որ քեզ թողնեն, չէ, որ մտնես այնտեղ, համ չխառնվես իրար, որովհետև այդ մանվան լուրը լսելուց հետո մարդկանց մոտ սովորաբար այս ռեակցիան չի ոնց որ Դանիելի մոտ էր։ Դանիելը թագավորի անարդարությունն էլ է մատնանշում, քանի որ ինքը դատապարտվել է մահվան, բայց ինքը այդտեղ չի եղել։ Ինքը չլսված, չքննված գործի մեջ մեղադրվողի կարգավիճակում է։ Նույն ձև ինչ որ քաղդեացի մոգերը։ Ու Դանիելի խաղաղությունն ու ինքնատիրապետումը այս ծայրահեղ վտանգի պահին բնական չէին, այսինքն սովորաբար մարդիկ այդպիսի արձագանք չեն տալիս։ Բայց ինքը գիտեր ինչ Աստծո է պաշտում։ Ինքը հանգիստ էր, ինքը հավասարակշռված էր, չնայած իր երիտասարդ տարիքին, հիշեք, 5-րդ գլխից հետո արդեն ինքը մոտավորապես 80 տարեկան է լինելու։ Բայց հիմա այս պահին ինքը իր 20-ականների մեջ է։ Այսի այն տարիքն է, որ մարդկանց տաքարյուն են, չէ՞, անվանում։ Իրար խառնվող, բայց իր պատասխանից մեծ մարդիկ էլ են հիմա բան սովորում, թե էքստրեմալ պայմաններում ոնց կարաս դու քեզի ճիշտ պահես, ոնց կարաս ճիշտ ռեակցիա տաս։ Սովորաբար այդ հանկարծակի, որ վատ լուր են ասում, մարդը կորցնում է իր սթափությունը, բայց Դանիելի մեջ դա չի նկատվում։ Ու Դանիելը երբ որ մտնում է թագավորի մոտ, ժամանակի հետաձգում է ուզում, հավանաբար 1 օր, սովորաբար պատմությունով այդպիսի հետաձգումները մի օր էին տևում։ Էդ էլ կարող էր չտալ, բայց թագավորը սկզբում տեսեք, պահանջում է անհապաղ պատասխան, հետո տալիս է այդ մի օրվա ենթադրաբար մի օրվա հետաձգումը։ Ու ինչի համար Դանիելը խոստովանում է թագավորի առաջ իր անկարողությունը։ Ինքը իր համար չի ուզում այդ մի օրը։ Դրա համար էլ թագավորը տալիս է։ Բայց ինքը ասում է, որ հույս ունի, որ Աստծուց կստանա այդ, չէ, այդ պատասխանը։ Ես քեզ չեմ կարա պատասխանեմ։ Այսինքն քեզ ձեռնատու չի, եթե պետքա սպանես, հիմա էլ կարա սպանես, բայց եթե չսպանես, էլի ես չի որ ինձանից է, բայց հույս կա, որ ես կաղոթեմ, կդիմեմ ու Աստված պատասխան կտա։ Դրա համար ինքը ստանում է այդ ժամանակի հետաձգումը ու այդ էլ նման չի ինքի իրան։ То есть երբ որ այսինքն ինքը միանգամից ասում է բոլորը անդամատվեն, հա, այսինքն ինչ վերջույթները փոկեն իրանից, տներն էլ վառեք, ընտանիքի անդամներին սպանեք, անմիջապես կամ էլ հիմա ասեք ու հետո մի օր ժամանակ է տալիս ենթադրաբար մի օր Դանիելին։ Էսի էլի խոսում է Աստծո գործի մասին, Դանիելի իմաստության մասին, իր իմաստությամբ այս իրավիճակում կողմնորոշվելու մասին ու Դանիելի վստահությունները հետաքրքիր, որովհետև ինքը գիտակցում էր, որ եթե ինքը հաջորդ օր առանց պատասխանի գա, իրանցից ավելի դաժան ինչ որ մի հատ մահապատժի էլ ինքն է ենթարկվելու, չէ՞, եթե ինքը ձախողվի, ընկնելու է մի արտասովոր բարկության տակ ու ամենայն պատասխանատվությամբ ինքը այս հայտարարությունը անում է ու ուզում է այդ մի օրը ու այդ հետաձգում ու ասում է, որ Աստված լուծում կտա։ Հետո մենք տեսնում ենք, որ մենք Դանիելին ինչպես գիտենք, որպես մարգարե, չէ՞։ Չնայած ինքը քաղաքական գործիչ էր։ Եթե ճիշտ խոսանք, ինքը ուղղակի քաղաքական գործիչ է, որ իմաստ ուներ, լավ կարդացել էր իր 5 կտակարանը, այն ինչ որ այդ ժամանակ կար,
Հնգամատյանից լավ տեղյակ էր Երեմիայի մարգարեի գիրքն էր, իր սեղանի գիրքն էր, այսպես մեր օրվա տերմիններով ասած։ Շատ էր կարդում Երեմիա մարգարեին։ Ինքը ուղղակի Աստծուն հավատարիմ քաղաքական գործիչ էր, բայց մենք իամապես մարգարե գիտենք, չէ՞ որ 6-րդ գլխից հետո տեսնում ենք ինչա կատարում իր հետ, դրա համար իրեն որպես մարգարե գիտենք։ Նաև այս 2-րդ գլուխն էլ է դրան նպաստում։ Չնայած նրան, որ ինքը մարգարե էր, մեր այս ընկալումով, չէ, ինքը իր ընկերների կարիքը ուներ։ Այս էլ հետաքրքիր մի հատ հանգամանք մեր համար։ Անանիայի, Միսայելին ու Ազարիային մտնում է ու կոչ անում, որ իր հետ աղոթեն։ Ու ընկերներն էլ աղոթք են անում։ Դանիելը ապավինում էր Աստծո ողորմությանը, այնպես չի, որ ինքը չէր ապավինում, բայց իր ընկերների հետ ինքը միասնական աղոթքի է բարձանում, որ Աստված բացահայտի երազի բովանդակությունը։ Այստեղ հիշում եք, չէ, արամերեն հատվածն է, բայց անունները, տղաների անունները էլի օգտագործվում են եբրայերենով։ Ու սա էլի ես կասեմ, որ գրական, հա, աստվածաբանական այսպեսի մի հետաքրքիր մոտեցում է, որ այս միջավայրում, որտեղ օգտագործվում է արամերենը, որտեղ Բաբելոնի տիրապետությունն է, եբրայերեն անունները հատուկ են օգտագործում բանը, ոնց որ ուխտային իրանց ինքնությունը նկարագրելու համար, հա, այսինքն իրենք ապրում են ստեղ, իրանց Աստվածը, ստեղի Աստվածը չի, իրանց Աստվածը Յահվեն, ով որ իրականում երկնքի Աստվածն է, ու հենց ինքը պատրաստվում է պատասխան տալ։ Այս հետաքրքիր, sense փոքրիկ, sense սիրունացնող դետալներ են տեքստի մեջ, որ եթե ուշադրություն սևեռենք, ինքը գեղեցկացնում ամբողջ պատմությունը։ Ու 19-րդ համարում ասում է. Այնժամ գիշերվա տեսիլքում գաղտնիքը հայտարարվեց Դանիելին, եւ Դանիելը օրհնեց երկնքի Աստծուն։ Վերջ, արդեն պատասխանը եկավ Դանիելին, ու իր աղոթքը մենք գիտենք, որ գիշերային տեսիլք, որ ասվում է, այսինքն երազ է տեսնում Դանիելը, հասկանում է դրա իմաստը, բայց կոչվում է ոչ թե երազ, այլ գիշերային տեսիլք, քանի որ այդ պատկերները Աստծուց էին գալիս։ Դրա համար է կոչվում գիշերվա տեսիլք։ Ու Դանիելի աղոթքը կասկածով չէր, որ մենք գիտենք Հակոբոս առաքյալից, չէ, առաջին գլուխ 6-րդ համարում, որ ասում է, եթե պետք է կասկածելով խնդրես, ու չակնկալես, որ ինչ-որ մի բան կարող ես ստանալ։ Ու այս սկզբունքը սկզբից էլ եղել է։ Ու մենք, քանի որ Աստված լսեց Դանիելին, պարզ է, որ իր աղոթքը ճշմարիտ հավատքով էր, անկերներին էլ գիտակցելով, որ իր կյանքը Աստծո ձեռքերում է, ճիշտ է։ Սենց հիմա որ մենք հետո ենք նայում պատմությանը, մանավանդ այսքան հետո, երբ որ այս 4 թագավորություններին մենք տեսել ենք, այդ մյուս անգամ կզրուցենք դրա մասին։ Սենց հեշտ է տեսնել ու կարող միտք գա, դե լավ, ինչի համար են աղոթում, միևնույնն է սա տեղի էր ունենալու, որտեվ իրոք սա տեղի էր ունենալու։ Ուզես չուզես, համ Աստված տվել էր երազը, համ մենք պատմությունից տեսնում ենք, թե ինչ կերպ էր Աստված իր նախախնամությամբ այս ամեն ինչը իմի բերում։ Բայց ամեն դեպքում այս մարդկանց աղոթքը այստեղ դեր խաղաց։ Սա էլի շատ հետաքրքիր մի մարդիկ կան, փորձում են այս գաղափարները իրար դեմ հանել, փիլիսոփական ինչ-որ դիլեմաներ են կառուցում, եթե Աստված պետքա ծրագիր ունի ու ամեն ինչ պետքա լինի, ինչի համար էլ աղոթես, հա, այսպիսի բաներ, բայց մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը ավելի իրական է, քան ուղղակի այդպես ֆորմուլաները։ Այո, այդ ֆորմուլաները տեղում են, բայց ինքը իրական է, այս մարդիկ իրականում ապրում են, իրականում շնչում են, էմոցիաներ ունեն, վախենում են, չգիտեմ, վստահում են Աստծուն, հավատք ունեն, միտք ունեն, որը որ տագնապած է, որը գիշերը գալիս է չի քնում, զանգում է անկերոջ իրար հետ աղոթք են անում։ Այս ամեն ինչը հետաքրքրացնում է մարդու, հա, հարաբերությունները Աստծո հետ։ Այսպես չեն կարող արդեն եղածից հետո նայենք, ասենք դե ամեն դեպքում մեկը իրականանալու է։ Այո, բայց աղոթքը անհրաժեշտ է։ Այսինքն մեր համար շատ կարևոր կիրառություն է, որ մենք պետքա անենք, որտեղ Դանիելին էլ երբ որ հայտնվում է դա, Դանիելի համար էլ է պարզ, որ ինքը լինելու է միևնույնն է, որտեղ ինքը գործ ունի ընդհանուր sense մի հատ երկար դարաշրջանի պատմության հետ, գործ ունի թագավորների, թագավորությունների հետ, բայց այդ ամեն ինչի մեջ այս 4 հոգու աղոթքը կարող ինչ-որ արժեզրկվի, չէ, ինչ-որ պահի, բայց չէ, միևնույնն է, իրենց հայտնվեր, չհայտնվեր, ինքը տեսել էր, որ դա լինելու է, բայց ամեն դեպքում ինքը այդ աղոթքը անում է։ Աստծո ճկումն է։ Ու այստեղ Աստված իր գործը անում աղոթքի միջոցով ավելի հետաքրքիր կերպով, այսինքն իրենք իջան թագավորի աչքին, Դանիելը բարձրացավ։
ստացավ այդ թագավորի, հա, պալատական խորհրդատուի այսպես քաղաքական աստիճանը։ Ու մենք տեսնում ենք, որ Աստված լսեց Դանիելին ու Նաբուկոդոնոսորի այդ խռովքը հայտնեց իրան։ Ու դրանով Դանիելը տեսավ, որ այո, Աստծո դատաստանը այս ամեն ինչը նախապատրաստում է Աստծո դատաստանին, բայց չնայած դրան ինքը բարձանում է։ Այդ ամեն ինչի մեջ ինքը իր այս խոնարհության, Աստծո պատվիրանին հետևելու աղոթքի շնորհիվ ինքը բարձանում է։ Իհարկե, այդ ամեն ինչի հետևում միևնույն է Աստծո ծրագիրը կա, դա չի բացառվում։ Ու այն ինչ թաքնված է Բաբելոնի իմաստուններից, Աստված հայտնում է Դանիելին։ Ու այնտեղ որտեղ Բաբելոնի, հիշում եք, անցած անգամ մենք էլի խոսում ենք այս երկու հակամարտությունների մասին, որտեղ որ իրենք անզոր էին, դու այնպիսի բան չես ուզում, որ մարդկանցից նորմալ է ուզելը, քո ուզածը, ով կարող է բավարարի, ինքը մարմնեղենների մեջ չի բնակվում։ Բայց այստեղ տեսնում ենք, որ Աստված իր կարողությունը ցույց է տալիս, այդ երկնքի Աստվածը տալիս է թե երազը, թե մեկնությունը Դանիելին։ Ներեցել ես մտքի վրա միտք եկավ, որ Հիսուսը թզենին ասում է անպտուղ, բայց ասում է դեռ տերևի ժամանակներ։ Ահա։ Այնտեղ էլ է ոնց որ հակասություն լինում։ Բտղի ժամանակը չէր, բայց պտուղ էր ուզում, որը չգտավ, որ համար չորանալ։ Հիմա ոնց որ նույնն էլ էս մարդկանց կարողությունից վեր էր, բայց այստեղ ոնց որ ավելի շատ Աստծո դատաստանն եմ տեսնում, որ Աստված այդ միտքը դնելով նաև երկուսը մեկում արեց, նաև այդ մաքրեց այդ կախարդների մեծ հոսք ու սերունդ, որ ոնց որ կեղծ բաները ավելի քչացրեց, բայց այն մեկը չեմ կարող հասկանամ թզենի համար, որ Թզենին կա բացատրություն։ չկա, իհարկե։ Թզենի պահով, եթե կարճ լինեմ, շատ երկար պետք է բան անենք, բայց իսենց համառոտ թզենին ես այսպես եմ հասկանում, որ երբ որ Քրիստոսը եկավ, այդ այն ժամանակներ, որ պետք է իրենք ընդունեին Քրիստոսին, ընդհանուր իր այս Հուդայի ցեղը, հա, որից որ պետք է ինքը գար, իրենք պետք է ընդունեին իրան։ Երբ որ ինքը եկավ, Իսրայելի ժողովուրդը իրեն չընդունեց։ Այդ այն ժամանակն էր, որ իրենք պետք է ընդունեին իրան։ Դրա համար, քանի որ ինքը իրեն չընդունեցին, ընկան անեծքի տակ, ու Հիսուս դա ուղղակի առակով է ասում։ Թզենին անիծելը, դա առակով է ինքը հասկացնում, որ թվում է թե քո ժամանակն է, որ դու պետք է տայր այդ պտուղը, բայց երբ որ մոտենում ենք, տեսնում ենք, որ ներսից ոչ մի պտուղ էլ չկա։ Ու այդ թզենի ես իզուր չեմ համեմատում Իսրայելի հետ, որ տենց էլի կա շատ հատվածներ, Եսայիում էլ կա, սկզբի կարծեմ 5-րդ գլուխն է, որ ինքը խոսում է, ընդեղ էլ այդ Ազոխի առակն, այսինքն ինչ որ այդ հողագործական, հա, ոնց ասեմ, որ այն պատկերը կա, որ մեկը աշխատում է իր արտի վրա, բայց երբ որ գալիս է հասնում է ժամանակը, տեսնում է, որ պտուղ չկա, բայց պետքա լիներ իրականում։ Ու ես կարծում եմ, որ այդտեղ ուղղակի Հիսուսը ուղղակի կենթանի առակ ցույց տվեց, երբ որ անիծեց թզենուն, ոնց որ իր շատ առակներն էին երկնքի թագավորության մասին, հրաների մերժման մասին ու մեծ դատաստանի մասին, էս էլ դրանցից մեկն էր ուղղակի իլյուստրացիայով ինքը դա արեց, էլի։ Կան տարբեր մեկնություններ կան, բայց ես չեմ ուզում այս ամեն ինչը sense դիլեմայով տեսնել, որ իրանք իրար դեմ էին։ Իր ժամանակը չէր, բայց Հիսուսը չնայած դրան անիծեց, որտեվ ոչ մի բացատրություն բացի այդ իր համատեքստից ավելի լավ մեզ չի, ավելի լավ տեղ մեզ չի առաջնորդի։ Ոնց ուզում ես բացատրի, եթե իր ժամանակը չի, իր անիծելու իմաստը ինչ ես կարող ամոզի բացատրես, էլի։ Բայց համատեքստի մեջ կա այդպես հատվածներ, երբ որ ինքը խոսում է Իսրայելի այդ անհավատության մասին, հետո էլ ասում է, որ շատ անգամ փորձել է իրենց հավաքել, բայց իրանք չեն ուզել։ Այսինքն էլի այդ աշխատել ջանք թափելու ու արդյունք չտեսնելու անալոգիան կա, էլի։ Ու այս երազի հայտնությունից հետո Դանիելը անմիջապես փառաբանում է երկնքի Աստծուն, ասելով օրհնյալ լինի Աստծո անունը դարեդար։ Ու այստեղ ոչ միայն ինքը իր փրկության, իր անձնական փրկության ուրախությունն է արտահայտում, այլ Աստծո փառքի հավիտենական հաստատման ուրախությունը։ Չէ՞ որ ինքը տեսել էր արդեն այդ երազը, տեսել էր ինչա տեղի ունենալու մարդու թագավորության հետ, մեծատարմայով։ Մարդու թագավորություն, այսինքն այդ արձանը, որ կա այդ 4 թագավորությունները խորհրդանշում են մարդու թագավորությունը։
որ Աստծո թագավորությունը գալիս է եւ հաղթում է այդ մարդու թագավորությունը։ Դրա համար ինքը այսպես հետաքրքիր ուրախությամբ լցված Աստծուն օրհնում է ոչ միայն որ այդ պահին ինքը ու իր ընկերները ազատվեցին, այլ նաեւ թե ինչ է հետո լինելու։ Ու ինչպես Դավիթն ու Եսային այս նոր երգի մասին խոսում են, այդպես էլ Դանիելը փառաբանում է, փառաբանությունը իր սրտից է ծնվում ու այսպիսի բացառիկ ազատագրման փորձառությունից հետաքրքիր մենք հեսա կնայենք իր աղոթքը ինչքան հետաքրքիր մասեր ունի։ Մեր աղոթքա ծնվում իր սրտից։ Երկնքի Աստված անունին էլի անդրադարձել ենք։ Հաճախ հանդիպում է հետ գերության, հա, գրությունների մեջ, օրինակ Եզրասից մի հատված, օրինակ 6-9-ից 10-ում կա էլի այս արտահայտությունը, բայց հազվադեպ է հանդիպում նախագերության շրջանի գրություններում։ Ինչի համար, որովհետև Բաբելոնը, օրինակ մի օրինակ հենց Բաբելոնի քանի որ ստեղ ենք իր մասով էսնեմ, որտեղ տարածված էր աստղապաշտությունը, չէ, այս անունը շատ հարմար էր, որտեղ ինքը վիրավորում էր իրենց մոտ աստղապաշտությունը տարածված էր, բայց այս ասում են դու ում ես պաշտում, ասում են ես երկնքի Աստծուն եմ պաշտում, եզակիով։ Այսինքն այս անունը, այս կոչումը հարմար էր ընդգծելու, որ Աստված ճշմարիտ երկնքի արարիչն է։ Ու ես այ 40-ից 55-րդ գլուխներում էլ այս թեման շատ մեծ թեմա է, որը երևում է, ու այս խնդիրը ինչպես ներկայացնել Աստծուն, ճշմարիտ Աստծուն մի մշակույթի մեջ, որ նրան չի ճանաչում, մշտապես Աստծո ժողովրդի, հա, խնդիրն է։ Մշտապես ուղեկցում է այս խնդիրը Աստծո ժողովրդին, մենք էլ իրենց հետ միասին։ Մենք ինչ կերպ կարող ենք գտնել, որը որ կներկայացնենք մեր Աստծուն մեր մշակույթի մեջ։ Ու Դանիելը փառաբանում է Աստծուն իր իմաստության ու զորության համար, ժամանակները ու թագավորությունները կառավարելու համար, խոր ու գաղտնի բաները բացահայտելու համար ու իր ողորմության ու հավատարմության համար։ Ու այս օրհներքը իր կառուցվածքով sense ներդաշնակ, հա, կենտրոնանում է ոչ թե ստացողի, այլ տվողի վրա։ Նրանն է իմաստությունը, ասում է որտեղ էր 20-ից, չէ, թողորտնյալ լինի Աստծո անունը Հավիտյանս Հավիտենից, որտեղ նրան է իմաստությունն ու զորությունը։ Այստեղ շեշտը նրա վրա է, որ իրան իմաստությունն ու զորությունը, այսինքն Աստծուն ինքը ոչ թե միայն կանխագիտություն է վերագրում, այլ նաև աշխարհի կառավարում։ Շատ անգամ մարդիկ սիրում են այս ամեն ինչը բաժանել իրայից, բայց Սուրբ Գիրքը չի բաժանում։ Ասում են դե այո, Աստված ունի կանխագիտությունը, բայց աշխարհի անմիջական կառավարմամբ ինքը չի զբաղվում։ Փորձում են այս ամեն այս վատ բաները, որ տեղի են ունենում, դրանցից ազատ պահել Աստծուն։ Բայց իրականում Սուրբ Գիրքը չի անջատում սրանից։ Ինքը համ իմաստուն է եւ ամեն ինչ գիտի եւ կառավարում է, իմաստության ու զորության համար է փառաբանվում։ Հետո Աստված փոխում է ժամանակներն ու ժամանակաշրջանները, կանգնեցնում ու հեռացնում է թագավորներին։ Լավ արձագանք է, չէ՞, այդ երազին։ Հիշում եք, չէ՞, ինքը ինչ էր տեսել, ով ատունը կարդացել այս գլուխը։ Հիշում եք, չէ՞, ինչ ա եղել, ինչ երազա տեսել, մենք չկարդացինք։ Այդ երազը տեսնելուց հետո սա լավ արձագանք է։ Փառք է տալիս ինչի համար, որ փոխում է ժամերն ու ժամանակաշրջանները, կանգնեցնում ու հեռացնում է թագավորներին։ Սա ուղղված է թե բախտի գաղափարի դեմ, թե բնության այդ գերիշխանության դեմ, որ դե ամեն ինչ իր ընթացքով գնալու է, բայց առաջին հերթին ուղղված է Նաբուգոդոնոսորի դեմ։ Այս փոփոխությունը ինքնին վկայում է, որ Աստծո նախախնամությունը գործում է։ Այսօր դու կաս, բայց վաղը չես լինի։ Այս թագավորությունը կգա, հետո կոչնչանա, մյուսը կբարձրանա, հետո կգա կոչնչանա, ու այդպես եւ Աստծո թագավորությունը վերջում կհաղթի բոլոր թագավորություններին։ Դրա համար Դանիելը փառաբանում է Աստծուն այն իշխանության ու ուժի համար, որ ինքը կարողանում է թագավորներ իջացնել ու բարձրացնել։ Ու բնական մարդու համար սրանք միանշանակ ուղղակի գործընթացներ են, բայց ժամանակների ու թագավորությունների այս փոփոխությունը մեզ էլ ստիպում է նայենք վերև, նայենք Աստծուն, որից ամեն ինչը գալիս է։ Ու հետո Աստված իմաստություն է տալիս իմաստուններին եւ իմացություն նրանց, ովքեր հասկացողություն ունեն։ Մարդիկ, տեսեք, իրենցից փաստորեն բարձում է ոչինչ չունեն։ Անգամ սովորական խելամտությունն էլ Աստծուց է, չէ՞, ստացվում է այդպես։ Բայց այս մոգերը եկել էին ու գերբնական իմաստություն էին հրճակում, որ իրենք ունեն դա, բայց պարզվեց, որ չունեին։ Դրա համար սկզբից ասացի, որ գլուխը բաժանելուց կարող ենք sense հետաքրքիր պարզացված մարդկային հիմարությունը,
Դանիելի իմաստությունը եւ Աստծո փառքը, այսպես 3 մասով կարող ենք բաժանել։ Բայց մարգարեական ու արտասովոր գիտելիքը առավել եւս Աստծո գործն է։ Այսինքն հերիք չի նա, դու չես կարող քեզնից անել։ Իսկ սա ընդհանրապես Աստծուց պետք է սպասես, թե երազը թե դրա մեկնությունը։ Ու 22-ի սկիզբը նա բացահայտում է խորը եւ գաղտնի բաներ, որոնք չափազանց խորն են մարդու համար։ Իսկ սեփական ուժով մարդը չի կարող դա անբռնի։ Մինչև Աստված դրանք հայտնի չդարձնի։ Ու սա վերաբերում է գիտելիքի այն տեսակին, որ մարդկային ուժերից դուրս է, այն գիտելիքի տեսակին, որ քաղաքացիները հայտարարում են, որ իրենք դա կարող են անել։ Բայց այստեղ Դանիելը փառք է տալիս Աստծուն, ով որ դա իրականում տալիս է ու ով որ դրա տերն է։ Լույսը բնակվում է Աստծո մոտ, էլի գիտության հետ կապված է, հա, այսինքն համատեքստով դրա մասին է խոսվում, որ այսինքն մարդու այդ բանականությունը խավարի մեջ է, իսկ Աստծո գիտությունը կատարյալ է ու Աստծո գիտությունը լույսի մեջ է բնակվում։ Վերջապես 23-րդ համարում Դանիելը դիմում է ասելով իմ հայրերի Աստծուն, չէ՞, իր հայրերի Աստծուն է ինքը դիմում, հակադրելով Իսրայելի Աստծուն, կուռքերի, սա հեթանոսների հետ ու կարևոր է հասկանանք, որ սա ուղղակի ինչ-որ ավանդության պաշտամունք չի, որ իմ հայրերը սենց են արել, ես էլ սենց անեմ, որ ասում է իմ հայրերի Աստծուն։ Ինքը ճանաչում է իր ուխտի Աստծուն, այսինքն երբ որ Դանիելը սենց բան է ասում, մենք սրանից հասկանում ենք, որ Դանիելը հիշել է Աստծո գործերը անցյալում, դրա համար ասում իմ հայրերի Աստծուն։ Ինքը հիշել է Աստծո գործերը անցյալում եւ տեսնում է իրեն այդ նույն հավատքի շղթայի մեջ, ոնց որ մնացածներն էին։ Այն դրա համար ասում իմ հայրերի Աստծուն եմ դիմում, օրտելով իր անունը, որովհետեւ այն ազատագրությունները, որ տեսել էին իր հայրերը, ինքը տեսավ արդեն, որ դրանցից մեկն էլ իրեն է սպասվում։ Ճիշտ է, այս պահին դա չի երևում, բայց հիմա համ ֆիզիկապես եմ ազատվելու ես իմ ընկերների հետ այս մահապատժից, համ էլ ապագայում ընդհանրապես ոչ մի Աստծո զավակ չի լինելու այս աշխարհի թագավորներից որևէ մեկի տիրապետության տակ։ Ու այստեղ հետաքրքիր մի հատ էլ բան ասենք ու վերջ երևի թե որ ասում է ինձ իմացիր այն ինչ խնդրել էինք քեզանից, չէ, ընկերներով էին միասին խնդրել։ Քանի որ թագավորի խնդիրը մեզ հայտնեցիր։ Այստեղով երևի թե կսահմանափակվենք ու այն մնացածը, թե ինչպես է մտնում թագավորի մոտ, երազը ասում է, մեկնությունը ասում է ու թագավորը ինչ արձագանք է տալիս, դրանք երևի թե թողենք հաջորդ անգամ, բայց կիրառականի մասով վերեք դուք ասեք ինչ կարանք սովորենք։ Այսօրվա հա ինչ կարանք տանենք։ Ավելի պրակտիկ ինչ անենք։ Իմенно իրավիճակում ինքը վստահություն ուներ, չէ՞։ Ահա։ Աստված կպատասխանի նա։ Վստահություն ուներ։ Ես տենց եմ դա։ Հա։ Դե վստահություն ուներ, յուրաքանչյուր բառականում ասում։ Այո։ Էլի շատ կան։ Հավատաս որ Աստված յուրաքանչյուր իրավիճակների մեջ ունի իր լուծում։ Եկ կա, այսինքն Ահա։ չկա տուպիկ էլի, որ դու ասես ես ինչ էսի վերջ։ Հա, արդեն հրամանը արձակվել։ Արդեն հրամանը ասել է իմ աշխունի բանանել, հետ չի վերցնի իր խոսքը։ Այսինքն շատ գեր վստահություն Աստծո նկատմամբ, որ Աստված կպատասխանի իրավիճակին։ Հույսը, որ Աստված է իրանց։ Ամենից շատ ունենալու կարևորությունը։ Այո, տեքստի մեջ։ Հա, աղոթքի ընկերները ինքը մենակ չարեց, միաբանություն կար։ Աղոթքի ընկերներ ուներ։ Էլի կա։ սենց կարող է պատկերացնել շատ մեծ ռիսկ էր, որ ինքը գնաց այդ հարցով ասաց, այդ որ ասում է իր ժամանակ ավելացրեց։ Հա։ Դա ամեն մեկին Ռիսկով ասում է, Սեդի իրա վրա պատիժը ավելի բետար էր լինելու։ Հատակավորը գիտեր, չէ՞ որ այսքանը չգիտեն։ Բայց ինքը այս մեկից սպասում էր, որ չլիներ вообще ավելի բատեր լինելու իր համար։ Դա մեծ լավ ռիսկ էր։ Հա, Ու էդի իրոք։ վստահությամբ մեկամերնելու են կոպիտ ասած, հետո
Հələ գլուխը չենք վերջացրել, բայց ինչքան հետաքրքիր կիրառություններ կարելի է վերցնել։ Իսկ ում այնքը չէր մտածում որ կմեռնի։ Հա, որ այո, ես էլ եմ այդպես մտածում, որտեվ ինքը չէր երկմտում։ Նոր իմացան ու ասեց ժամանակ կողտա։ Հա, Ես այստեղ այդ նույն վստահելուց բացի նաև այդ համարձակությունը տեսնում եմ, ես կարծում եմ ինքը չէր էլ վախենում մեռնելու մտքից, իմ կարծիքով իր գերխնդիրը մահից խուսափելը չէր, այլ հասկանալու, որ թե երեխի է այդ իրավիճակը թույլ տվել ու ինքը ոնց կարա օգտագործվի այդ իրավիճակում, որտեղ ինքը ի տարբերություն այն մոգերի քաղաքացիների, ինքը հստակ գիտեր, որ կենթանի Աստծուն է պաշտում ու ինքը գիտեր, որ կենթանի Աստված տվել է մի գործիք, որն է աղոթքը ու առաջինը դրան դիմեց։ Այսինքն այդ աղոթքի զորությունը երևի թե ամենայն դեպս ես երևի թե իմ կյանքում շատ անգամ թերագնահատում եմ լավ չեմ հասկանում, թե մեկ-մեկ որ կարդում եմ ինչ քաջալերանք աղոթքով ինչերա փոխում, մեկ էլ ասում եմ, ախ, բայց ես էլ ունեմ այդ նույն աղոթքի հնարավորությունը, բայց նույն ձևով միշտ չի, որ բան եմ անում, իսկ այստեղ այդ համարձակությունը տիրոջը լավ ճանաչելու ու իմանալու, թե ինչ տիրոջ է պաշտում, որ նած դահճապետի հարց ու փորձ արեց, հետո ես Թերի ու Դանիելի Աստծուն նույնությունն եմ տեսնում, որ իրանք ոնց որ տիրոջ մարդու ձեռագիրը վարվելակերպ անկախ ժամանակներից ու իրավիճակներից ոնց որ նույնանում է, որովհետև Տերն է այդ նույն պահանջները ոնց որ մեր բոլորի առաջ անկախ դարերի դնում ու այդ համարձակությունը միայն կարա ունենա իր Աստծուն ճիշտ ճանաչողությունից։ Որ եթե ամփոփենք, ինչ կետեր կդնենք հստակ։ Աստծուն վստահելը, չէ։ Այո։ Աղոթքին կարևորություն տալը, աղոթքի ընկերներ ունենալ, ճիշտ է։ Աղաբանություն առաստված։ Լավ աղոթքի ընկեր լինել, չէ։ Մի հատ ընկերների կողմից էլ նայենք։ Մենք էլ լավ աղոթքի ընկեր լինենք։ Մենակ Դանիելը չլինենք, խոսքի օրինակ գավենք Միսայել Ազարյանն էլ չէ լինել։ Էլ ինչ կարանք ասենք, որպես sense ռեալ պրակտիկ։ Որ այդ ոչն էլ Աստծո պատասխանը պահին է, եթե չենք ստանում, չի նշանակում մեր հավատքը փոքր էր կամ չգիտեմ։ Չէ, ուղղակի այս պահին կոնկրետ այս հատվածից ենք անում։ Չէ, միանշանակ չեն էլա պատասխան, բայց կոնկրետ եթե ստեղից հանենք, ինչ կհանենք, այդ որպես կիրառություն, այդ դրա մասին էր էլի խոսքը։ Օրինակ կարանք ասենք, որ շատ անգամ մենք լինում աղոթում ենք, պատասխանը լինում է, բայց մոռանում ենք շնորհակալություն հայտնել։ Էլի շատ պարզ, ինքը չմոռացավ։ Ինքը չմոռացավ։ Մի հատ ամբողջ հետաքրքիր սիրուն աղոթք արեց, չէ՞ Աստծուն։ Տիրոջը բարձրացնում։ Շնորհակալություն հայտնեց։ Այդ էլ։ Այսպես։ Շնորհակալություն աղոթքները։ Շատ կարևոր է։